Դերասաններ Կարեն Հովհաննիսյանի և Մանե Հակոբյանի հարաբերությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում, չնայած ամիսներ առաջ նրանց ամուսնալուծության մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց, վերջին շրջանում հեռուստադիտողները սկսել են նկատել մի հետաքրքիր փոփոխություն։ Նախկին ամուսինները նկարահանման հրապարակում կարծես ավելի հաճախ են միասին երևում, իսկ նրանց էկրանային ներկայությունն ու փոխհարաբերությունները նոր քննարկումների պատճառ են դարձել։ Հատկապես այն հեռուստադիտողներն, ովքեր հետևում են նրանց համատեղ տեսարաններին, նշում են, որ դերասանների խաղի մեջ զգացվում է հատուկ ջերմություն։ Շատերը սոցիալական հարթակներում գրում են, որ Կարենի և Մանեի հայացքները, խոսելու ձևը և նույնիսկ ամենափոքր դրվագներում զգացվող քիմիան ակամայից ստեղծում են տպավորություն, թե նրանց միջև դեռևս պահպանվել է ինչ-որ կապ։ Հանրության հետաքրքրությունն ավելի մեծացավ այն բանից հետո, երբ տարբեր օգտատերեր սկսեցին քննարկել, արդյոք հնարավոր է, որ նախկին ամուսինները կրկին մտերմացել են, թեև պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել, սակայն շատ հեռուստադիտողներ վստահ են, որ նման ջերմ հարաբերությունները դժվար է պարզապես դերասանական խաղ անվանել։ Միևնույն ժամանակ շատերը հիշում են Կարեն Հովհաննիսյանի այն խոսքերը, որտեղ նա նշել էր, որ իրենց բաժանումը եղել է շատ սիրուն ու կոկիկ, առանց թշնամանալու։ Դերասանը նաև ընդգծել էր, որ իրենք շարունակում են պահպանել փոխադարձ հարգանքն ու հատկապես կարևորում են իրենց երեխայի հանգիստն ու առողջ միջավայրը։ Հենց այս հանգամանքն էլ շատերի մոտ հույս է առաջացնում, որ նրանց հարաբերությունները գուցե ժամանակի ընթացքում նորից վերականգնվեն։ Սոցցանցերում հաճախ կարելի է հանդիպել մեկնաբանությունների, որտեղ մարդիկ գրում են, որ Կարենն ու Մանեն հայկական շոու բիզնեսի ամենահամապատասխան և ներդաշնակ զույգերից էին։ Շատերի կարծիքով նրանք ոչ միայն արտաքինով էին գեղեցիկ զույգ, այլ նաև իրենց վարքով, փոխադարձ վերաբերմունքով ու ընտանիքի հանդեպ մոտեցմամբ օրինակելի տպավորություն էին ստեղծում։ Հեռուստադիտողները հատկապես ուշադրություն են դարձնում այն փաստին, որ նույնիսկ բաժանումից հետո նրանք կարողացան շարունակել աշխատել նույն նախագծում, պահպանելով պրոֆեսիոնալ և խաղաղ հարաբերությունները։ Սա շատերի համար արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանց միջև բացասականություն կամ խոր հակամարտություն չկա։ Ընդհակառակը, մարդիկ նկատում են, որ նրանք հաճախ բավական ազատ և բնական են պահում իրենց միասին տեսարաններում, ինչը նոր ենթադրությունների տեղիք է տվել։ Որոշ երկրպագուներ նույնիսկ կարծում են, որ հենց նկարահանման հրապարակում անցկացվող երկար ժամանակը կարող է նորից մոտեցնել նրանց, երբ մարդիկ երկար տարիներ միասին են ապրել, ունեն ընդհանուր հիշողություններ, ընտանիք և երեխա, ամբողջովին անտարբեր դառնալը հաճախ դժվար է լինում։ Հենց այդ պատճառով շատերը չեն բացառում, որ ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները կարող են նոր փուլ մտնել։ Մյուս կողմից կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ հեռուստադիտողները երբեմն չափազանց շատ բան են փորձում տեսնել դերասանների խաղի մեջ։ Ըստ նրանց, Կարենն ու Մանեն պարզապես բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերում և կարողանում են անձնական հարաբերությունները չխառնել աշխատանքի հետ։ Սակայն նույնիսկ այս կարծիքի կողմնակիցներն են ընդունում, որ նրանց միջև առկա փոխըմբռնումը շատ նկատելի է։ Հետաքրքիր է նաև, որ Մանե Հակոբյանը մինչև օրս որևէ հրապարակային մեկնաբանություն չի արել ամուսնալուծության թեմայով։ Նա շարունակում է պահպանել լռությունը, ինչը ավելի է մեծացնում հանրության հետաքրքրությունը։ Շատերը վստահ են, որ եթե հարաբերություններում իսկապես ամբողջական սառնություն լիներ, նրանք համատեղ ներկայությունն էկրանին այսքան բնական ու ջերմ չէր ընկալվի հանդիսատեսի կողմից։ Կարենի հարցազրույցներից ևս կարելի է հասկանալ, որ նա շարունակում է մեծ հարգանքով խոսել Մանեի մասին։ Նա երբեք չի փորձել բացասական արտահայտվել նախկին կնոջ հասցեին, հակառակը, մշտապես ընդգծել է, որ գնահատում և հարգում է նրան։ Այս ամենը միասին ստեղծում է մի իրավիճակ, որտեղ հեռուստադիտողները սկսում է ոչ միայն հետևել սերիալի սյուժեին, այլ նաև փորձել հասկանալ իրական կյանքում ինչ է կատարվում դերասանների միջև։ Եվ գուցե հենց այդ անկեղծությունն ու բնականությունն է, որ մարդկանց ստիպում է կրկին հավատալ նրանց հնարավոր հաշտությանը։ Այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, որ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը վերամիավորվել են, սակայն մի բան ակնհայտ է՝ նրանց միջև պահպանված ջերմությունը, փոխադարձ հարգանքը և համատեղ աշխատանքը շարունակում են հույս ներշնչել նրանց երկրպագուներին, ովքեր մինչ օրս ցանկանում են կրկին տեսնել նրանց ոչ միայն նույն կադրում, այլ նաև նույն կյանքում։ Այնպես որ հետաքրքիր է։ Շարունակեք հետևել մեր ալիքին ու կիմանաք, թե ինչ հարաբերություններ են
պահպանում Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը։ Նշենք նաև, որ հայտնի է Մանե Հակոբյանի հետ ամուսնությունը Կարեն Հովհաննիսյանի համար առաջինը չէր։ Դեռևս 2013 թվականին հանրությանը հայտնի դարձավ, որ նա արդեն մեկ անգամ ամուսնալուծվել է։ Այդ ժամանակ ևս դերասանը առանձնապես չէր մանրամասնել պատճառները, պահպանելով անձնական կյանքի սահմանները։ Տարիներ անց նույն պատմությունը կարծես կրկնվում է արդեն Մանե Հակոբյանի հետ հարաբերությունների ավարտով։ Սա բնականաբար առաջացնում է բազմաթիվ հարցեր ու վարկածներ։ Առաջին ամենատարածված բացատրություններից մեկը դերասանի խիտ աշխատանքային գրաֆիկն է։ Շոու բիզնեսում աշխատող մարդիկ հաճախ ունեն անկանոն ռեժիմ, երկար նկարահանումներ, գիշերային աշխատանք, մշտական լարվածություն և ժամանակի պակաս ընտանիքի համար։ Երբ մարդը գրեթե ամբողջ օրը գտնվում է նկարահանման հրապարակում կամ նախագծերի մեջ, հարաբերությունների համար անհրաժեշտ ժամանակն ու ուշադրությունը կարող են աստիճանաբար նվազել։